Բարև ձեզ, առավել ընդգրկուն տեղեկատվությամբ ու եթերում հորիզոնն է 29 մայիսի 5-շաբթի։ Ադրբեջանական կրակոցներից Սյունիքում տուն է վնասվել։ Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այսօր ժամը 1-ից 15 ընկաժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան։ Պաշտպանության նախարարությունը հերթական անգամ կոչ է արել ադրբեջանական կողմին հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնակարանի ձեռքբերման իրավունք, կավելացվեն պարտադիր զինվորական ծառայությունում գտնվող զինծառայողների հիմնական արձակուրդի ժամկետները, պետական գույքը կտրամադրվի ոչ թե անհատույց, այլ վարձակալությամբ։ Այս եւ այլ որոշումները կայացվել են կառավարության այսօրվա նիստում։ Հայաստանում ձևավորված պետական գույքի անհատույց օգտագործման համակարգը նախարար Դավիթ Խուդատյանի խոսքով տարիների ընթացքում հանգեցրել է համակարգային մի շարք խնդիրների, այդ թվում գույքի թերի կամ ոչ նպատակային օգտագործման, հանրային վերահսկողության ոչ բավարար մակարդակի։ Օրենսդրական նոր կարգավորմամբ առաջարկվում է պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին անշարժ գույքը տրամադրել վարձակալությամբ, կառավարության սահմանած կարգով, իսկ վարձատրությունից ստացված վճարները ուղղել պետական բյուջե։ Չենք վճարում դրանից ի՞նչ է փոխվում մեր կյանքում։ Վարչապետ գույքը գնահատվում է, սա նաև լրացուցիչ ծախս է, ուրեմն գերատեսչության վրա առաջանում, նաև նպատակահարմարություն է հետագայում այդ գույքերի օգտագործման կորոշվի։ Նախարար Խուդատյանն ասաց, որ ուսումնասիրվել է միջազգային մի շարք երկրների փորձը, մասնավորապես Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, որտեղ համանման կարգով է կառավարվում պետական գույքը։ Ֆինանսների նախարարի կարծիքով պետք է գույքագրել եւ հասկանալ այս կամ այն ծառայությունը, որը պետական կառավարման մարմինն է մատուցում, ինչ է արժենում իր համար, որն էլ արդյունավետության բարձրացման որոշում կայացնելու հիմք կդառնա։ ԿԳՄՍ նախարարն էլ նկատեց, որոշման նախագիծը պետք է մանրամասն քննարկել խորհրդարանական քննարկման փուլում, հասկանալու ոլորտային առանձնահատկությունների տրամաբանությունը։ Սա շատ ճիշտ որոշում է, որովհետև սա երաշխիք է, որ մենք մասնավորի հետ մրցելու ենք, մրցակցություն ենք ունենալու։ Հակառակ դեպքում ինչ ենք մենք անում։ Մենք վիրտուալ կապիտալ ներդրում ենք անում, որը ծախսերի մեջ չենք հաշվում ու խեղդում ենք մասնավորին։ Կարծիքներ հայտնեցին նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Վարչապետ Փաշինյանն ամփոփելով նշեց. պետք է պետական գույքի նկատմամբ վերաբերմունքը փոխել, պետք է շուկան ակտիվացնել եւ մասնավորի հետ մրցակցել, բայց որոշումը կարևորեց նաև սոցիալ-հոգեբանական տեսանկյունից։ Ոչ մի բան անվճար չի։ Բացարձակապես ոչ մի բան անվճար չի։ Կամ այն ինչ որ անվճար է, նշանակում է արժեք չունի։ Եվ սա շատ կարևոր բան է, որ մենք հասկանանք, որ ցանկացած բանի համար կա վճար։ Վարչապետը նկատեց, սա եւս բարեփոխում է, որը պետք է գնա եւ իր խնդրին հանդիպի։ Փաշինյանն անդրադարձավ մարզահամերգային համալիրում օրերս տեղի ունեցած հարսանիքին, որը հանրության շրջանում բուրըն քննարկման թեմա դարձավ։ Վարչապետն ասաց, որ տարիներով մարզահամերգային համալիրը քանդվում քայքայվում էր եւ կառավարությունը միլիարդներ է ներդրել ու դեռ չի կարողանում կանգնեցնել քայքայման գործընթացը։ Պետք է տնտեսվարությամբ զբաղվել, թե ոչ։ Ասենք մարզահամերգային համալիրում ինչ պետք է տեղի ունենա։ Ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Վարչապետի համոզմամբ մեր եկեղեցիներին, տաճարներին էլ ենք նման կերպ վերաբերվում, երբ չի վերահսկվում անգամ սանիտարական վիճակը։ Ես դες պաշտոնապես ասում եմ, որ մեր եկեղեցիները չուլանացված են, չուլանացված։ Ով որտեղ ինչ ոչ պետքական ապրանք ունի, մեկ էլ գնում ես տենում ես, ասենք ինչ որ ավելացած մետլախ, պարկով ցեմենտ, ապալովկի հին կտորներ, ենթադրենք բան արմատուրայի բան հին ժանգոտ կտորներ, ասենք մտնում ես բարդ ինչի համար է եկեղեցի մտնում է ինչ որ հոգևոր հաղորդակցության ունենալու, չէ։ Այս համատեքստում Փաշինյանը նկատեց, եթե հիմա մեկն առաջարկի մարզահամալիրի գլխին խաչ դնել, գաղափարը կողջունվի։ Վարչապետը ԿԳՄՍ նախարարին հորդորեց եկեղեցիների համար եւս սահմանել ստանդարտներ։
Համայնքի դերը երեխաների իրավունքների պաշտպանության բնագավառում մեծացնելու համար էլ մշակվել է նախագծերի փաթեթ։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը ներկայացնելով մանրամասներ նշեց, որ ըստ կարգավորումների երեխաների իրավունքների պաշտպանությունը իրականացվելու է երեխաների պաշտպանության ոլորտում հատուկ մասնագիտացված սոցիալական աշխատողի միջոցով։ Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու կազմակերպությունները ձեռնարկելու են արձագանքող եւ կանխարգելիչ միջոցառումներ երեխայի բուլինգի կանխարգելման, բացահայտման, ինչպես նաեւ բուլինգի վտանգի տակ գտնվող կամ ենթարկված երեխաների պաշտպանության համար անհրաժեշտ մեխանիզմներ ստեղծելու ուղղությամբ։ Փոփոխություններ են իրականացրել խնամատար ծնող դառնալ ցանկացող անձի տարիքային պահանջներում, այժմ 55 է, դարձնում ենք 65, սահմանվել է ալիմենտի վճարման անկանխիկ ձևով ընդունման կարգավորումը, երեխայի մասնակցությունը որդեգրման դատավարությանը չի հանդիսանալու պարտադիր պայման։ Սրա մասին պետք է ասել, որ երեխան ծնողի սեփականությունը չէ։ Եվ դա առանձնահատուկ հարաբերություններ են, եւ այդ առանձնահատուկ հարաբերությունների մեջ կան բազմաթիվ առանձնահատկություններ, իհարկե, եւ երեխայի իրավունքները այդ առանձնահատկություններից մեկն են։ Փաշինյանի կարծիքով, ինչքան երկիրը զարգացած է, այնքան ընտանիքի մոդելը պակաս է հենված բռնության կուլտուրայի կամ բռնության ենթամշակույթի վրա։ Ուստի նրա խոսքով պետք է ճշգրտենք մեր պատկերացումները մեր ավանդույթների եւ նահապետականության մասին։ Ըստ վարչապետի լավ է, որ երկիրը զարգանում է այն տրամաբանությամբ, որ կանայք եւս սկսել են աշխատել եւ ձեռք են բերում տուն, ու ընտանիքներն առանցին են ապրում։ Նրա համոզմամբ մարդկանց պետք է թողնել ազատ իրենց ընտրությամբ։ Հաջորդ նախագծով էլ կավելացվի պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող շարքային եւ կրտսեր ենթասպայական կազմերի զինծառայողներին տրվող հիմնական արձակուրդի ժամկետները։ Նրանց համար լրացուցիչ եւս 2 օր արձակուրդ կսահմանվի զինվորական երթում ընդունելու կապակցությամբ։ Ինչպես նաեւ 2022 թվականից ռազմաուսումնական հաստատություններ ընդունված, ավարտած եւ սպայական պաշտոնի նշանակված սպաների համար կսահմանվի բնականի ձեռբերման իրավունք ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում։ Տիգրան Օվակիմյան, Հորիզոն։ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պատրաստ է երակոմ բանակցությանը Թրամփի եւ Պուտինի հետ։ Նա վստահեցրել է, որ ցանկացած ձևաչափն ընդունել է իր համար, այդ թվում հանդիպել Վատիկանում, Շվեյցարիայում կամ այլ վայրերում։ Մոսկվան էլ Կիևին առաջարկում է բանակցությունների երկրորդ փուլն անցկացնել հունիսի 2-ին կրկին Ստամբուլում։ Միջազգային կարևոր նորություններին հետևեք տեսաշարով։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն զրուցել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ եւ վերահաստատել Կիևի հետ կառուցողական երկխոսության իր կոչը։ Այս մասին հայտնել է պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ Քարտուղար Ռուբիոն ողջունել է 1000-ի դիմաց Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հանգստյան օրերին տեղի ունեցած բանտարկյալների փոխանակումը։ Պետքարտուղարը կրկնել է նախագահ Թրամփի Ուկրաինայի հետ կառուցողական բարեխիղճ երկխոսության կոչը, որպես այս պատերազմը վերջ տալու միակ ճանապարհ։ Իդեպ երեկ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջարկում է Ուկրաինային հունիսի 2-ին Ստամբուլում նոր հանդիպում անցկացնել, որտեղ ուկրաինական պատվիրակությանը կներկայացնի խաղաղ կարգավորման իր հուշագիրը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը, ով գլխավորում է բանակցություններում ուկրաինական պատվիրակությունը, կոչ է արել Մոսկվային հանձնել հուշագիրը մինչև հաջորդ հանդիպումը։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ումերովը Facebook-ի իր էջում նաև գրել է, որ Ուկրաինան Ռուսաստանին է ուղարկել իր փաստաթուղթը հրադադարի վերաբերյալ իր դիրքորոշմամբ։ Ումերովը նշել է, որ փաստաթուղթը վերաբերում է հրադադարի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշմանը։ Մենք հաստատում ենք Ուկրաինայի պատրաստակամությունը լիակատար եւ անվերապահ հրադադարի եւ հետագա դիվանագիտական աշխատանքի համար։ Մենք դեմ չենք ռուսների հետ հանդիպումներին, գրել է նա։ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը Գազայում վերացրել է Համասի առաջնորդ Մուհամմեդ Սինվարին։ Նախկինում խմբավորումը գլխավորում էր նրա եղբայրը Յահյա Սինվարը, ով սպանվել էր անցյալ աշնանը։ Իսրայելական բանակը գործողությունը ձեռնարկել էր մայիսի 13-ին, հզոր հարված հասցնելով Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի եվրոպական հիվանդանոցին։ Բանակը հայտարարել էր, որ հարվածի թիրախ է դարձել Համասի ստորգետնյա ենթակառուցվածքները, մինչդեռ իսրայելական եւ արևմտյան լրատվամիջոցները միաժամանակ անանուն արտահոսք են ստացել, որ հարվածի թիրախ եղել է Մուհամմեդ Սինվարը։ Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է 28 մարդ, սակայն Համասը դեռ չի հաստատել Սինվար կրտսերի մահը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջազգային առևտրի դատարանը որոշում է կայացրել, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները, ներմուծման համաշխարհային մաքսատուրքեր սահմանելով եւ կարգադրել է դրանք արգելափակել։
Սա լուրջ հարված է ամերիկյան առաջնորդի տնտեսական քաղաքականության առանցքային տարին։ 3 դատավորներից կազմված կոլեգիայի որոշման մեջ ասվում է, որ 1977 թվականի միջազգային արտակարգ տնտեսական լիազորությունների ակտը, որը Թրամփը մեջբերում է մաքսատուրքերը հիմնավորելու համար, նախագահին իրավունք չի տալիս մաքսատուրքեր սահմանեն գրեթե ողջ աշխարհի վրա։ Որոշումից մի քանի րոպե անց Թրամփի վարչակազմը բողոք է ներկայացրել։ Եթե դատարանի որոշումը հաստատվի Գերագույն դատարանի կողմից, սակագների մեծ մասը կկասեցվեն, հայտնում է BBC-ն։ Միլիարդատեր եւ ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է, որ ավարտում է ԱՄՆ վարչակազմում իր պաշտոնավարումը եւ շնորհակալություն է հայտնել նախագահ Դոնալդ Թրամփին։ Այս մասին նա հայտնել է իր X սոցիալական ցանցում։ Նախորդին Մասկը CBS-ին ասել էր, որ հիասթափված է Թրամփի մեծ գեղեցիկ հարկերի եւ բյուջեի օրինագծից։ Ըստ նրա օրենքը խաթարում է ծախսերի կրճատման ջանքերը եւ կհանգեցնի բյուջեի ավելի մեծ դեֆիցիտի։ Հիշեցնենք, որ Թրամփի պաշտոնը ստանձնելուց հետո Մասկը նշանակվեց կառավարության հատուկ աշխատող, որը գործադիրում աշխատելու էր տարեկան 130 օր։ Եթե հաշվենք հունվարի 20-ի երթմնակալությունից, ապա այս ժամկետը լրանում է մայիսի վերջին, հայտնում է BBC-ի թղթակիցը։ Իսկ Reuters-ը հղումանելով իր աղբյուրներին հայտնել է, որ Մասկը Թրամփի հետ զրույց չի ունեցել իր հեռանալու մասին հայտարարելուց առաջ։ Միաժամանակ նրանց տեղեկություններով որոշումն ընդունվել է ամենաբարձր մակարդակով։ Գործակալության աղբյուրը հայտնել է նաև, որ Մասկի հեռանալը արագ էր եւ առանց արարողության։ Ալլա Ղալաչյան, Հորիզոն։ Էմիլի Արեգակ կենտրոնի տարածքում հիմնվել է ջերմոցային տնտեսություն, որտեղ իրենց զբաղվածությունն են գտել կենտրոնի շահառու հաշմանդամություն ունեցող երիտասարդները։ Գործունեության շարունակականությունն ապահովելու համար բացվել է ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոն։ Ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով իրականացվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանատան դրամաշնորհային ծրագրի եւ Կարիտաս Արեգակ բարեգործական հիմնադրամի աջակցությամբ։ Էմիլի Արեգակ կենտրոնի բակում մոտ 1000 քառակուսի մակերես է զբաղեցնում ջերմոցը, որը կարևոր քայլերից մեկն է Հայաստանում ներառական հասարակության ձևավորման եւ տնտեսական հնարավորությունները հավասարաչափ բաշխելու ուղղությամբ։ Հատուկ կարիքներով մարդիկ այժմ արդեն իրենց ուժերը կարող են փորձել նաեւ գյուղատնտեսությունում։ 1 տարի շարունակ նրանք վերապատրաստման տարբեր դասընթացների են մասնակցել, ստացել հմտություններ հողի մշակման, բույսերի աճեցման եւ գյուղատնտեսական այլ աշխատանքների վերաբերյալ։ Մասնակիցներից 20-ը հիմա աշխատում են նոր ջերմոցում։ Սկզբնական ստացել ենք սացիլավորում, հետո հողի մշակումը, մինչև սացիլը, պիտի դեղերի ճիշտ օգտագործումը, բույսի հանդեպ, որ ճիշտ բույսը աճի։ Դրական կոմերը նախ մասնագիտությունն է ընկլային բիգը, ավելի շատ բաներ կիմանաս, գիտես թե ինչեղ չերես, ինչեղ հողը հետ վարես հողը, քախան անել, ծաղիկի տնգել, ծաղիկին մշակել, բարդանյութը տալ։ Երիտասարդների ու նրանց ծնողների աշխատանքի արդյունքում հիմա արդեն ջերմոցում բույսերի տարբեր տեսակներ են աճում։ 2 տեսակի լոլիկի սացիլներ են տնկել, որոնք խնամում են երեխաների ծնողները։ Սա հնարավորություն է հատուկ կարիքներ ունեցող իրենց երեխաներին մոտ լինել, միևնույն ժամանակ ունենալ զբաղվածություն եւ աշխատանք։ Այս մեզ հնարավորություն է տվել աշխատելու, որովհետև ամեն ինչ կազմակերպված է մեր համար, որովհետև մեզ հարմար լինի, երեխաներից հարմար լինի, աշխատանք է, որը սիրով կատարում ենք, բնությանը մոտ ենք, սիրով ամեն ինչ անում ենք։ Շատ կարևոր է, որ մենք գործատուների հետ համագործակցենք եւ այլ գյուղատնտեսական նախաձեռնություններում ցույց տանք, որ այստեղ, այս կենտրոնում սովորում են, ունեն հմտություններ, աշխատում են։ Իրենք գրանցված աշխատողներ են։ Շեշտը դնելով մասնագիտական կրթության, հմտությունների զարգացման եւ սոցիալական ներառման կարևոր բաղադրիչի վրա, հաշմանդամություն ունեցող երիտասարդների ու նրանց ծնողների հետ աշխատանքը վերապատրաստումները կշարունակվեն փուլային եղանակով։ Արդյունքում տարեկան 250-ից 300 շահառու հնարավորություն կունենա գյուղատնտեսական հմտություններ ձեռք բերել։ Կարիտաս Արեգակ հիմնադրամի եւ Ճապոնիայի կառավարության համատեղ աջակցությամբ բացված ներառական գյուղատնտեսական վերապատրաստումների կենտրոնը այդ նպատակի համար է։
Այն թիրախավորում է նաև Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին, անկախ տարիքային սահմանափակումների նրանք նույնպես կունենան հնարավորություն կրթվելու, նաև փորձը տեղում կիրառելու, հետագայում էլ փորձը արդեն տանելու աշխատաշուկա, լինելով զարգացած եւ ոլորտի հմուտ մասնագետներ։ Ապահովելով ներառականության բաղադրիչը, ջերմոցը բաց է նաև մարզի դպրոցականների համար։ Գյուղատնտեսությամբ հետաքրքրված երեխաները կարող են այստեղ զբաղվել բույսերի մշակմամբ ու հոգ տանել նրանց մասին։ Մինչ օրս 100 դպրոցական է այցելել ջերմոց։ Ստացված էկոլոգիապես մաքուր բերքը կծառայի Էմիլի Արեգակ կենտրոնի կարիքներին, մի մասն էլ շուկա կուղարկվի։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։ Մարմաշեն գյուղում էլ բացվել է Green Tech նորարարական տեղեկատվական կենտրոն, որն ուղղված է Շիրակի մարզում կանաչ տեխնոլոգիաների, բնապահպանական կրթության ու ինժեներական նորարարության խթանմանը։ Կենտրոնը հավակնում է դառնալ հարթակ, որտեղ գյուղական, հիմնականում սոցիալապես խոցելի համայնքներում երիտասարդները կկարողանան ձեռք բերել համապատասխան գիտելիքներ եւ գործնական հմտություններ վերականգնվող էներգիայի, էներգախնայողության, շրջակա միջավայրի պահպանության ոլորտներում։ Green Tech-ը ոչ միայն կրթական, այլև փորձարարական միջավայր է, որտեղ շահառուները հնարավորություն կունենան մասնակցելու անվճար դասընթացների, լաբորատոր փորձարկումների, թիմային նախագծերի, օգտագործելով ոլորտին համապատասխան սարքավորումներ եւ գործիքներ։ Նախաձեռնությունը իրականացվել է Գյումրիի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն հիմնադրամի եւ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ։ Շատ ուրախ եմ, որ հենց Մարմաշենում ենք, չնայած շատ դժվարությունների եւ ուզում եմ այս մասին հատկապես նշվի, չկային ենթակառուցվածքներ, շատ դժվարանում ենք հոսանքի, ջրամատակարարման հարցը, մինչեւ հիմա դեռ խնդիրներ ունենք, ես այդպես պետք է ասեմ, չնայած արևային վահանակներ են տեղադրվել, փորձել ենք լոկալ տեղային լուծումներ տալ ջրի խնդրին, բայց ակնկալում ենք, որ համայնքը, համայնքապետարանը, մարզպետարանը ավելի շատ կգնահատեն նման զարգացնող եւ երիտասարդներին հզորացնող ծրագրերը եւ մեր գրությունները կստանան դրական պատասխաններ ոչ միայն թղթի տեսքով, այլև կոնկրետ գործողությունների տեսքով։ Քանզի այո, ճիշտ նշեցիք, երիտասարդները ակտիվ են, իրենք ցանկանում են գալ տեխնոլոգիական ոլորտ եւ սա աննախադեպ է, որ արդեն Գյումրիից դուրս ենք մենք ապա կենտրոնացվում։ Այս կենտրոնը շատ ավելին է, քան պարզապես համակարգիչներով հագեցած շինությունը։ Այն Մարմաշեն բնակավայրի աշակերտների համար կդառնա մեծ հնարավորությունների հարթակ, ինչպես նաև աջակցություն կցուցաբերի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքներին, նպաստելով նրանց կյանքի վերափոխմանը։ Փողոցներից կկրճատվեն երեխաները, իրենց զբաղմունքը իր գիտելիքների շատ լավ նպաստեք է մեր համայնքի հարակից երիտասարդներին։ Առաջին հանրապետության տոնը եւ վերջին զանգը երեք Գյումրիում նշել են կենտրոնական հրապարակում։ Հանրապետության տոնի օրը մարզի շրջանավարտներին տոն է պարգևել Hayat Project-ը։ Երկար տարիների դադարից հետո Գյումրիում անցկացված համաքաղաքային վերջին զանգը Hayat Project-ի առաջին մեծ բացօթյա համերգն է եղել։ Հանրապետության օրն ու շրջանավարտների ավարտական միջոցառումը մեր քաղաքում տոնելու է եկել տարբեր բնակավայրերից։ Կազմակերպիչների հրապարակավ հրավերը սիրով էին ընդունել շատ զբոսաշրջիկներ։ Լուսավոր բազմամարդ հրապարակում բոլորը երգում ձայնակցում էին սիրված երգերը։ Տպավորիչ երկելու պարելու տրամադրությունը հաղորդել Hayat Project-ի երկացանքի Հայաստանի բնակավայրերին նվիրված շարանը, իհարկե չմոռանալով Արցախը։ Միջոցառման համար քաղաքամիջոյից գումար չի ծախսվել, քաղաքապետարն աջակցել է կազմակերպչական աշխատանքներում, 3 մինչև ուշ գիշեր աշխատել է նաև քաղաքային տրանսպորտը, տոնական միջոցառումն ավարտվել է հրավառությամբ։
Ոճում յուրօրինակություն, տեսականին ինքնատիպ եւ բրենդային։ Այս սկզբունքով է միշտ ներկայանում թիթեռնիկ, զարդերի եւ աքսեսուարների խանութ սրահը, որն իր առաջին մասնաճյուղը բացել է Գյումրիում։ Թիթեռնիկում զարդերն ու ոճային աքսեսուարները տպավորի ձևավորում ունեն։ Օրիգինալ եւ բրենդայինից բացի ներկայացված են ձեռագործ հեղինակային զարդեր, նուրբ բույրերով օծանելիքներ։ Շիրազի փողոց 33 Գյումրիի բացառիկ ճարտարապետության դիմագիծն ու միջավայրը ընդգծող վայրում բացվեց թիթեռնիկ, բրենդային զարդերի եւ աքսեսուարների խանութ սրահը։ Գյումրի բերելով գեղեցկությունն ու ճաշակը համադրող զարդեր, ստեղծագործական եւ դիզայներական ինքնատիպ լուծումներով։ Նմանը չունեցող բնօրինակ արծաթյա զարդերի տեսականու կողքին նրբավոճ ժամանակակից աքսեսուարներ են, աչքի ընկնող արթ ու զարդ ժամացույցներ։ Թիթեռնիկ խանութ սրահում ամեն ինչ ոճային է, գեղեցիկ ու նրբագեղ։ Այստեղ համադրելու ու ընտրելու հնարավորությունը գնորդինն է, ըստ ճաշակի։ Ներկայացված յուրաքանչյուր նմուշի կողքով անհնար է անտարբերանցնել։ Թիթեռնիկը իդեալական վայր է նրանց համար, ովքեր գնահատում են նուրբն ու ճաշակովը։ Մենք զարդերին տալիս ենք ոգի, զարդերին տալիս ենք հիշողություններ եւ նաեւ ամեն մի զարդին ոնց որ յուրահատուկ զգացմունքայնություն ենք տալի յուրաքանչյուր զարդ ցանկացած կնոջ կյանքի որևէ մի էտապ է խորհրդանշում, հենց թիթեռնիկն էլ իմ կյանքի էտապներից մեկն է եղել, երբ որ ես եւ ուսանողական եւ դպրոցական տարիներից թիթեռնիկով աքսեսուարներ զարդեր եմ կրել, դրանք էլ ոնց որ տեղափոխվել են իմ հիմիկվա, այսպես ասած, կյանքի փուլ։ Այդպես, դրա համար կարծում եմ, որ ինքը հենց թիթեռը գեղեցկության խորհրդանիշ է։ Խանութ սրահի դիզայնը լիովին տրամադրող եւ համահունչ է ներկայացվող զարդեղենին, կնոջ գեղեցկությունն ու ոճը ընդգծող աքսեսուարներին։ Տեսականին ինքնատիպ բնօրինակ լինելուց բացի հեղինակային ոճի մոդելներով է համալրված, որոնք բրենդի հիմնադրի ստեղծածն են։ Ամենափոքր դետալն անգամ գեղագիտություն է։ Այստեղ մետաղը վերածված է բացառիկ աքսեսուարի։ Զարդերն աչքի են ընկնում իրենց առանձնակի տեսքով, նրբությամբ, որակով։ Ընտրելով այստեղ ներկայացված զարդերից որևէ մեկը, կարող եք իմանալ դուք, որ ընտրել եք լավագույնը, քանի որ օրինակ եթե խոսում ենք հստակ պողպատե զարդերի մասին, դրանք բացարձակ չգունաթափվող զարդեր են, այսինքն մենք հստակ տալիս ենք մի քանի տարվա երաշխիք, որ իրեն ճիշտ գրելու դեպքում ճիշտ խնամքի դեպքում իրեն կարող եք շատ երկար տարիներ օգտագործել։ Յուրաքանչյուր sense ասեմ իրեն թիթիզ աղջիկ պարտավոր է գալ ու այս խանութ սրահից օգտվի։ Թինան միշտ յուրահատուկ տեսականի է իր խանութ սրահում ունենում, գունավոր, արծաթյա, ոսկյա ու մի շարք այլ արկա տեսականներ։ Մենակ այսպես ասեմ, այս ամենի մեջ ինքը սեր է դրել, այդ արդեն ամեն ինչ է։ Եվ կային դասական ոճի զարդեր եւ կային նորաստեղծ զարդեր, կային հեղինակային զարդեր, որը իրապես տարբերվում էր եղածից եւ շատ հետաքրքիր լուծումներ էին տրված, որը կարծում եմ յուրաքանչյուր կնոջ բնավորության ու ճաշակին համահունչ կգտնվի։ Թիթեռնիկները որպես երջանկության, խաղաղության խորհրդանիշ իրենց գույներով հանգստություն են բերում։ Կանացի ճաշակը զարդերի հետ մեկտեղ ընդգծում են նաեւ օծանելիքները։ Թիթեռնիկ խանութ սրահը անուշաբույր ծաղկային թարմ ու համարձակ նոտաներով օծանելիքներ է առաջարկում հաճախորդներին։ Ծաղկասեր թիթեռների զարդերն ու օծանելիքները տրամադրություն էին նվիրել հյուրերին։ Յուրաքանչյուր բույր ստեղծված է խնամքով ընտրված բաղադրիչներով, արտացոլում է բրենդի նուրբ ու զգայական մոտեցումը։ Սա հենց ամենաառաջին բույրն է, որը որ ծաղկային շատ գեղեցիկ նոտաներ ունի իր մեջ, շատ սիրված է եւ սա ամենասիրված բույրն է, հենց այս գույնն էլ խորհրդանշական գույն է, բայց հետաքրքիր մի փաստ կարող եմ ասել, որ այս գույնը Գյումրի չենք բերել, այստեղ ավելի բաց եւ ավելի աղջկական երանգների մեջ է ամբողջ ձևավորում արված, ինքը կոչվում է fly by թիթեռնիկ, այսինքն թռիչք թիթեռնիկի հետ։ Խանութ սրահը մշտապես գնային ճկուն առաջարկներով է ներկայանում։ Զեղչեր կիրառելով հնարավորություն տալիս ծախսել քիչ, փոխարենը ձեռք բերել մի քանի յուրօրինակ իր։ Բացման առիթով հատուկ խաղարկություն եւս տեղի ունեցավ։ Պատահական ընտրված 30 հաջողակները նվերներ ստացան։ Խանութ սրահի կողմից յուրաքանչյուր գնորդի տրամադրվեց նաեւ 10% մշտական զեղչի քարտ։ Շատ գեղեցիկ են, շատ եմ հավանել, անպայման կկրեմ այդ սիրով։ Թիթեռնիկը գեղեցկության ու ոճի համադրում է, հանրահայտ դարձած բրենդ, որը մեծամասամբ հեղինակային զարդերով է հանդես գալիս։ Այստեղ կարևոր է ոչ միայն այն, թե ինչ ես կրում, այլ նաև թե կրելիս ինչ ասելիք ու զգացողություն է առաջանում։ Հասմիկ Թումասյան, Արտյոմ Խաչատրյան,
Հորիզոնի համար։ Այսքան այս ժամի համար ծանոթացեք նորությունների ժամը 20-ին։